Ողջույն հարգելի հետևորդներ, նախորդ շաբաթ մեծ աղմուկ հանեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ, մասնավորապես հարցեր առաջացրեց նրա տնօրեն Էդիտա Գզոյանի ազատման դիմումը։ Խնդրին անդրադարձավ անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իր ցուցումով է տիկին Գզոյանը ազատման դիմում գրել կապված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի այցի հետ, մասնավորապես Էդիտա Գզոյանը Արցախյան թեմայով, ինչպես հասկանում ենք, գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահին, եւ այս ամենը մեծ աղմուկ հանեց, եւ այս կոնտեքստում նաեւ մի շարք անվանի ցեղասպանագետներ ստորագրահավաքով հանդես եկան, անարդար համարելով կատարվածը եւ պահանջելով դիմելով Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերանայվի այս որոշումը, եւ այս համատեքստում կապվել է Միացյալ Նահանգներ եւ զրուցելու եմ Նեբրասկա Լինկոլն համալսարանի պատմության պրոֆեսոր, ցեղասպանագետ Պետրոս Տեր-Մաթոսյանի հետ, որը այս ստորագրող պրոֆեսորներից է, ստորագրահավաք նախաձեռնող։ Բարև ձեզ, պարոն Տեր-Մաթոսյան, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Բարև ձեզ, պարոն Գյորգի։ Պարոն Տեր-Մաթոսյան, երբ հայացք ենք նետում ստորագրություններին, ապա տեսնում ենք մի շարք անվանի ցեղասպանագետների մասնակցություն, ստորագրություն, նաև առաջինը ձեր անունն ենք տեսնում, այդ թվում ձերը, եւ ենթադրում եմ, որ դուք եք համակարգել այս ստորագրահավաքը։ Կուզեի հարցնել, ինչպես է ընդհանրապես սկզբում ներկայացնեք գործընթացի մասին, ինչպես նախաձեռնեցիք այս ստորագրությունները, ինչ արձագանք գտավ այն ցեղասպանագետների մոտ, արդյոք որևէ դժվարությունների հանդիպել եք թե ոչ։ Մենք որևէ դժվարությունների չենք հանդիպել, անշուշտ ժամանակի խնդիր կար այստեղ, եւ պետք է արագ մքրել մեր բողոքը, քրվեցավ բողոքը եւ ղրգեցին դարբեր ցեղասպանագետներու եւ արագ ստորագրություններ հավաքեցինք, ստորագրությունները 25 էին եւ այսօր 35 եղավ եւ ավելի ստորագրողներ մասնակցին, որ խնդրեն որ իրենց անունն ադրվի ցանկի մեջ։ Եվ միայն ստորագրությունը չէ, ասեմ թե դարբեր գազམ་ագերբություններ այսօր իրենց բողոքի ցայնը կներկայացնեն, ներառյալ Ամերիկայի հայ պաստապաններու միությունը, Նասերը, որ Բելմոնտի մեջ կգտնվի Մասաչուսեթս նահանգի մեջ, հայագիտական ուսումնասիրական կենտրոնը, եւ դարբեր ուրիշ այլ գազམ་ագերբություններ թիկունք կգենան դոկտոր Էդիտա Գզոյանի, որուն վդարել ասել կորձեն, լուրջ սևով արձականացվեց այստեղ Ամերիկայում։ Ճիշտ եմ հասկանում, որ ձեր պահանջը այդ որոշման վերանայումն է։ Եվ եթե այո, ըստ արդյոք ստորագրություններով կարելի է հասնել այդ նպատակին։ Հիմա հարցը հետևյալն է, մենք ասենք հույս չունենք, որ ինքը իդ վերադառնա նայելով թե բարոն վարչապետ Փաշինյանի անցյալի որոշումներու առնչությամբ, բայց մենք կարծենք թե արդեն մեր բարքն է ներկայացնելու մեր խղճի բարքն է ներկայացնելու պատմության արչև, որ այս եղածը անարդար է եւ կհագաստե ամեն ցևով սկզբունքները, ակադեմիական սկզբունքները եւ գիտական անցումը կներկայացնե քիրկը, որը կվերապերի Ադրբեջանի բռնությունների ունեցած բռնությունները 1905-ից 1921 թվականի ամերիկյան մամուլում, ճիշտ է։ Այո, 3 սիվիլնետի դավարի բանը լսեցի ես, զրույցը բարոն Ռուբեն Ռուբինյանի հետ, որը ազգային ժողովի փոխնախագահն է, որը մեկ ցևով չեմ կարծեր բարոն Ռուբինյանը դեղյակ է թե ինչ քիրք նվիրված է Ջեյ Վանսին փոխնախագահին։ Ինքը ասում է թե Արցախյան հագամարտության մասին է գիրքը, հագամարտության մասին չի հետաքրքրական է, որ մինչև իսկ այսպիսի բարձրաստիճան անցումը, որ կառավարության մեջ կծառայի, որևէ ցևով անդեղյակ է թե ինչ գիրք նվիրված է։ Գիրքը Արա Քաթիբյանի գոմանե խմբագրված է, որը կվերապերի, ինչպես ասացի, բռնության Ադրբեջանի կամ հայ թաթարական, ասենք Ադրբեջանի բռնության գործընթացը 1905-ից 1921 ըստ ամերիկյան մամուլի, ուրեմն դոկտոր Էդիտա Գզոյանը աստեղ որևէ քաղաքական գեցված չեմ նկատել, ասի ինչ
ինչ որ դված է ամերիկյան մամուլի մեջ, այդ է հարցը, որ կներկայացնե J.D. Vance-ին, որը վերջով ամերիկյան պատմության կվերապերի, որ այս հոդվածները դված են ԱՄՆ-ի Միացյալ Նահանգներու մեջ 1905-ից 1921, ինչը հարցաստեղ է շատ հետաքրական կնկատեմ, որ կառավարության անդամներն այս չեմ կարծել դեղյակ են, թե ինչ քիրք նվիրված է, ուրեմն այս դիքտության վրա եւ ապադերգատվության վրա որոշումներ կառնվի վդարել այսպիսի հանրաճանաչ մասնակետը իր պաշտոնեն ապադերգատվության վրա հիմնված Պարզապես ձեր նշած աշխատությունը անգամ եթե դա է նվիրվել, միևնույն է, ինչպես հասկանում եմ, պաշտոնական Երևանի կողմից դա դիտարկվում է որպես հակամարտության լուսաբանում կամ էլ հակամարտության մասին է այդ գիրքը, այդպես է նկարագրվում։ Նայեցեք, այստեղ դարբերություն կա քաղաքական գործիչներու եւ պատմապաններու միջև, ցեղասպանագետներու միջև։ Մենք իբրև ցեղասպանագետներ ասպիսի քիրքն չենք նկատել իբրև սատրիչ գործընթացը, ասիկա կպատկանի պատմության, կպատկանի անցյալին եւ կպատկանի ամերիկյան պատմության, որ վերջով J.D. Vance-ը փոխնախագահն է ԱՄՆ-ի, ուրեմն չեմ տեսնար որևէ սատրիչ գործընթաց։ Հետո ասի ինչ կապ ունի այս արդյոք ներկայի Արցախի հակամարտության հետ կամ էթնիկ զտման հետ։ Ձեր նոր ստորագրահավաքը երբ է տարածվելու կամ հրապարակվելու։ Արդեն հրապարակված է միան ավելորդ ստորագրություններ կան, որ այսինքն ամեն ասեմ թե ասի ոչ միան հայկական ցեղասպանագետներ են, այլ թե ոչ հայկական ցեղասպանագետներ, հռչակավոր ցեղասպանագետներ, որոնք ամեն ցևով կտեսնան եղած անարդար իրողությունը ինչպես գրնա Գարը Փաշինյանը մեկնիա անցը առանց խորհրդակցելու հոգապարծուներու հետ, հոցեթի հոգապարծուներու հետ վդարի դոկտոր Էդիթա Գզոյանը։ Դուք ձեր ստորագրահավաքում նաև նշել եք, որ այս գործողությունները կարող են նաև վնաս հասցնել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հեղինակությանը։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, եթե կարելի է, ինչ վտանգներ եք դուք կանխատեսում։ Ստորապանի մեր սազի մեջ հետևյալը կա, որ առաջ կպետք է առնվի այսպիսի քայլերու, քանի որ ասի գրնա լալ առաջին քայլը վաղը գրնասվի գիտաշխատողներու ցեղասպանության թանգարանի, որուն ամեն մեկը կնկատեմ ես իբրև հերոս, քանի որ այսօր ցեղասպանագիտությամբ սպառվելու ասենք ասպարեզը շատ դժվար ասպարեզ է, հոգեբանական առումով, գործի առումով եւ նյութական առումով ասենք։ Ուրեմն առաջ կառնվի, քանի որ այստեղ հարց մգա, վաղը գրնա լալ թե կառավարությունը ասե որ այս Արցախի էթնիկ զտման մասնավոր բաժինը գա ՀՑԹ-ի մեջ, որ ադա պետք է փակվի։ Վաղը գրնասվիլ թե որոշ ուսումնասիրություններ, որը կվերապերի հայկական ցեղասպանության հետ, ադալ պետք է փակվի։ Ուրեմն այստեղ լուրջ հարց մգա, երբ որ կառավարությունը կմտնա եւ այսինքն կխոչընդոտե ավելի ասենք փորձեց եւով մը արկիլել այսպեսի բաներ գործընթացներ։ Շատ լավ, ընդհանրապես կարծիք կա նաև հաշվի առնելով իշխանությունների դիրքորոշումը եւ ընդհանրապես հանրային դիսկուրսում երկու տիրապետող կարծիք կա Էդիթա Գզոյանի պաշտոնանկության հետ կապված կամ ազատման դիմումի հետ կապված, մի մասը նշում է, որ այո, սա գիտական տիրույթ է եւ նա գիտնական է եւ նման խնդիրները չպետք է քաղաքականացվեն եւ նա իրավունք ուներ լիովին ազատ գործելու եւ անգամ չհամապատասխանեցնելու որոշ քայլեր իշխանությունների դիրքորոշմանը, սակայն մեկ այլ հանրային տիրույթում էլ կարծիք կա, որ տնօրեն լինելը արդեն իսկ քաղաքական պաշտոն է եւ դա ենթադրում է որոշակի սահմանափակում կամ պատասխանատվություն եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ պատմաբանների, ցեղասպանագետների եւ քաղաքական գործիչների հայացքների միջև կարծեք թե տարբերություն կա, խզում կա, ինչպես կարող եք մեկնաբանել այս երկու դիսկուրսները։
Եկեք ասենք հետևյալ իրողությունը, որ ցեղասպանագետներու ընդհանուր նպատակն է անցյալը հետազոտել, հասկանալ թե ինչու ցեղասպանություններ գոյություն ունենան, ինչ են դարբեր գեցվածները կամ դարբեր անգույնները, որոնք ցեղասպանությունները պետք է ուսումնասիրենք, ինչ անգույնները պետք է ուսումնասիրենք, ասենք հոգեբանական, ընկերային եւ այլն տնտեսական։ Եվ երկրորդ նպատակը ցեղասպանագետներուն, որ աստեր քաղաքական երևույթներու կամ քաղաքական գործընթացի վրա, որը կանխարգելել աբակայի ցեղասպանությունները, որ կարող է լինել դարբեր աշխարհի կողմերու մեջ։ Եվ այսօր մի քանի հատ ցեղասպանություններ արդեն գոյություն ունենան, եւ մենք հարցազրույց ունենանք որը։ Ուրեմն եթե այսպիսի հարց կար, այսպիսի հարց կար, պետք է դոկտոր Էդիթային սվեր սկիզբից, որ եկեք նայեցեք J.D. Vance-ը գուկար, որ պետք է զգուշ լինենք։ Բայց նորեն կգարձեմ ես զգուշի հարցը չէ, հարցը խոսքի ազատություն է, հարցը քիրքի մասին է նորից, հակամարտության քիրք չէ ասիգա։ Չեսեր թե պետք է մեր հողերը վերադարձնենք, արևընկված հողերը վերադարձնենք, հատուցում պետք ունենք եւ այլն, ասի բարձ պատմական ոչ քիրքա, ասիգա հավաքածո, հոդվածներն ինչպես ասեցին։ Ուրեմն հարցը շատ լուրջ հարց մնա ես կնկատեմ եւ ավելի մտահոգ եմ ասեմ հետևանքներուն, որ կարող է լինել այս քայլին։ Ինչ հետևանքներ կարող են լինել։ Հետևանքները գարձեմ գլան խոսքի ազատության նվաստումներ խոսքի ազատության մեջ ավելի քննադատական մոդեցումներ թե ինչպիսի հետազոտություններ կկատարվին HCT-ի գիտաշխատողներու կողմէ եւ գարնա լինել թե այնտեղ մի մթնոլորտ լինի, որ ամեն գիտաշխատող պետք է մտածի երկու անգամ թե ինչի մասին խոսի եւ ինչի մասին արտահայտվի հանրային իբրև հանրային գործիք, իբրև հանրության արչեւ։ Հասկացա, այսինքն որպես նախադեպ մյուս աշխատանքների եւ աշխատողների համար։ Այո, վաղը գրնա լինել թե HCT-ի աշխատավորները, գիտաշխատողները պետք է մտածեն թե ինչի մասին խոսին, որ իրենք նույն թրույթի մեջ շինան եւ վտարվին իրենց գործը։ Պարոն Տեր-Մաթոսյան, որպես ցեղասպանագետի կուզեմ ընդհանրապես հարցնել ցեղասպանագետի համար, ցեղասպանագիտական ուսումնասիրությունների համար որքանով է կարևոր պետության հոգացությունը կամ աջակցությունը, թե առանց դրա ցեղասպանագիտությունը կարող է առաջ շարժվել եւ այդ թեմաները լայնորեն լուսաբանվեն եւ տարածվեն։ Այսօր որևէ քաղաք, որը ցեղասպանության զոհ դարձած է, լա Կամբոդիա, լա Ռուանդա, լա Բոսնիա, լա Իսրայել, կառավարությունը լուրջ սևով գմոդենա այս հարցերուն։ Նյութական սևով օժանդակ կգենա իրենց գիտնականներուն, որ ամեն սևով, ամեն անգույնե թիդեն իրենց անցյալը, որբեսի հասկանան թե ներկան եւ թե ապական։ Քանի որ խոսք գնաց Արցախի մասին, կուզեմ նշել հարցնել Արցախի կորուստը որքանով է ուսումնասիրվում ներկայում ցեղասպանագիտության մեջ, այսինքն տենդենսներ կան թե ոչ եւ դրանպես Արցախի կորուստի արձագանքները ինչպիսին են։ Ուրեմն ես կգարձեմ թե Արցախի կորուստի ուսումնասիրության ամենազորավոր, ամենաարդյունավետ կետրոնն է այսօր ցեղասպանության տանկարան ինստիտուտը, որտեղ ավելի 15-ից 20 հոդված այլևս դպված է գիտաշխատողների կողմանը եւ արդեն այնտեղ Արցախի մի բաժին կա, որ ուսումնասիրե Արցախի էթնիկ զտման կամ հալածանքները կամ բռնությունները, որ կատարված են հայրենիքին։ Հիմա մտահոգությունս է դա, որ անբաժինն ապակվի, որբեսի երկու հարևան թրացիները կողանան թե Ադրբեջան եւ թե Թուրքիա։ Իմիջայլոց այստեղ լուրջ աշխատանք կդարվի սպիրկի մեջ, սպիրկի չէ ԱՄՆ-ի մեջ, Եվրոպայի մեջ, Ադրբեջանի կողմանը, Թուրքիա կողմանը, որբեսի թե ցեղասպանության հարցը օրագարկեց վերցվի եւ թե էթնիկ զտման հարցը Արցախի ժողովրդի էթնիկ զտման հարցը օրագարկի դուրս կտրվի եւ այս process-ը կամ գործընթացը ժխտողության վրա հիմնված է թե հայերն են
ոչրակորձները, թե հայերն են ոչրակորձները, եւ եկեք աս ամենը ձայր մտնենք ներդենք եւ վերջացավ Արցախի հարցը փակված է արդեն։ Պարոն Տեր-Մատոսյան, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ինստիտուտ թանգարանի Հրաչյա Թաշչյանով, նախկինում զբաղեցրել է եղել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը եւ արտակարգ դեսպանորդ։ Կուզեի հարցնել, ինչպես եք պատկերացնում, եթե այս իրավիճակը ձգվի, իր ղեկավարած ինստիտուտի համագործակցությունը ինչ կարող եք ասել այդ մասին։ Շատ բացասական ձևով կմտածեմ, որ քաղաքական կորզիչը գտնվի իբրև ցեղասպանության թանգարանի դնորեն, որը ոչ պատմաբան է, ոչ ցեղասպանակետ է, եւ չեմ կարծեր դերյակ է թե ինչ է կարեւորությունը, որ ինչ կարեւոր աշխատանք կդարվի հոցեթի մեջ։ Եվ ինքը ասաց թե իր մոդեցումը աբակայի, ասենք մոդեցումը ցեղասպանության թանգարան ինստիտուտի պիտի համընկնի Փաշինյանի կառավարության պիտի քաղաքականության։ Նշել է, որ արդեն նշել է, որ այո, միանգամայն։ Այո։ Այսօր համար ես երեք հոդված մկրեցի այստեղի մամուլի Armenian Weekly-ի մեջ, որ ասացի երևի արդեն ժամանակն է թե ազատ անչափված որևէ կառավարական աստեցությունների մի նոր ինստիտուտ մը հիմնվի Հայաստանի մեջ, քանի որ վաղ ամեն մեկ ձևով կառավարությունը ներխուժել ասենք իր խոսքը պիտի քալե, ասենք որևէ ուսումնասիրություն ապակային, քանի որ Արցախի էթնիկ զտման հարցը լուրջ հարց մնա այսօր։ Ոչ թե միայն հասկանալու Արցախի պատմությունը, այլ թե համաշխարհային առումով թե դարբեր էթնիկ զուդումներ եղած են դարբեր տարաշրջաններում կամ դարբեր անցյալ տարաշրջանի այս տարաշրջանի պետք է հասկանանք թե ինչու այս էթնիկ զուդումները գոյություն ունենան անշուշտ ամենը մեծ պատասխան է որ վերջով Ադրբեջանը բռնատիրություն մնե Ուղղակի նորից վերադառնալով ես ամենևին չեմ ուզում փաստաբանի դեր կատարել, ուղղակի ավելի նաև համակողմանի ներկայացնելով էությունը այն իմաստով, որ դիրքորոշումը մյուս կողմի այն է, որ այս հարցերի Արցախի էթնիկ զտման բռնի տեղանման հարցերի արծարծումը չի բխում պետության շահերից, հետևաբար իրենց կաշկանդված են զգում այս հարցերը առաջ մղելու հարցում, քանի որ հակասում են խաղաղության գործընթացին։ Սա ինչպես պետք է տեղավորվի։ Այո, անշուշտ, այստեղ մի լուրջ հարց մը կա, որ ակադեմիական բոլոր սկզբունքները պետք է հարգվին։ Խոսքի ազատություն, ուսումնասիրության ազատություն, հետազոտության ազատություն եւ խոսքի ազատություն։ Եթե դիտենք թե կառավարությունն է որ դրամ գուտա գիտաշխատողներուն, ասել չէ թե իրենք պետք է ամեն ցևով չանք տապեն որ հետևին կառավարության գեցվածքին։ Այսպես բան չի լինի։ Այսպիսի բան գիսա ժողովրդավարական երկրներում մեջ կդառնա, այսպիսի բան բռնատիրություններում մեջ կդառնա, որ այսօր կան դարբեր Ադրբեջանին բռնված մինչև Թուրքմենստան եւ այլ ուրիշ դերեր։ Նույն հարցը գլա թե վերջով ուսումնասիրողներ, գիտաշխատողներ, հետազոտողներ միշտ կփորձեն կառավարության քիծը բռնել եւ ամբիսով կդառնա ռոպագանդայի մի գոմ Պարոն Տեր-Մատոսյան, ձեր նաև նշածների համատեքստում ես նաև կարդացել էի համեմատություն կատարվածը, որ համեմատել են Yad Vashem-ի հոլոկոստի թանգարանի հետ, արդյոք ընդհանրապես կուզեի հարցնել ձեր կարծիքը ընդհանրապես կան այստեղ համեմատության եզրեր կամ գոնե առնվազն մոդելի տեսանկյունից ինչ կարելի է փոխարինել կամ որոնք են նմանություններն ու տարբերությունները։ Անշուշտ այսօր Yad Vashem թանգարան հաստատությունը ասենք աշխարհի մեջ ամենալուրջ թանգարաններն կնկատվի ողջակիզման նվիրված անշուշտ Գետրոնն է Գետրոնի քաղաքականությունը ընդհանրապես բահբանողական է թե իրենք կուզեն միշտ բահել ողջակիզման հատկությունը եւ մի քիչ ցևով մնա փախտատական ուսումնասիրություններու շատ բան չեն դար ասենք շատ բան չեն դար ընդհանրապես կառավարությունը օրինակի համար չի միջամտել Yad Vashem-ի դարած գործի մեջ օրինակի համար դարիներ առաջ երբ վարչապետ Նաթանյահուն ասավ թե Abdelkader al-Husseinin որ անադեն մուֆտին էր Բաղեստինի
համակորձակցած է եւ ինքը եղել քաղաքապարը դրված է քաղաքապարը Հիտլերին որ մակրակորձի հрьяաներուն Yad Vashem առաջինն է որ ոտքի գեցավ եւ սա ասիգա խեղաթյուրություն մնե ասի պատմության թեմ է եւ այսպիսի բաներ չի գարալ էսեր ինքը որ այո այսպես է հարցը ուրեմն անսեվով շատ լուրջ կորձ գտանին ասենք եւ օտոնոմիա ունեն իրենց դարած կորձին անշուշտ կվերապերի նաեւ թե կառավարությունը 100-ից 50 ինքը օժանդակե Yad Vashem-ի կորձը իսկ մյուս 50-ը անձնական կամ սեփական կամ թե նիվերադրումներ ուկա դուրսից Այսինքն ֆինանսավորման հոսքերի մասին է խոսքը ֆինանսավորման ուրեմն հավասար գշիրք ունի թե կառավարությունը թե ֆինանսավորումը դրսից ֆինանսավորումներ եւ ասի պետք է ծեվով մնա մեզի մոդել դառնա թե Trump դվողը պետք չէ որոշե ինչ է օրագարկը տանկարանի կորձընթացներու կամ թեմաներու ուսումնասիրության թեմաներու Շնորհակալություն զրույցի համար Շնորհակալություն Հարգելի հետևորդներ հիշեցնեմ որ զրուցում էի Նեբրասկա Լինկոլն համալսարանի պատմության պրոֆեսոր ցեղասպանագետ Պետրոս Տեր-Մաթոսյանի հետ Շնորհակալություն կհանդիպենք